Սիրելի աշակերտներ, մոռացեք բոլոր կետադրության օրենքները, ես ձեզ 4 րոպեում սովորեցնեմ ամբողջ հայերենի կետադրությունը ծայրից ծայր։ Կետադրությունը ուսումնասիրում է նախադասության նրա քերականական ու վերաբերական անդամների դադարները, շեշտի առանձնահատկությունները, ինչպես նաև սրանց պայմանական նշանների գործածության կանոնները։ Պետք չի սա ձեզ։ Կետադրությունը նախատեսված է մի բանի համար։ Գրավոր խոսքը ճիշտ հասկանալ, հեշտ ընկալել։ Եթե դուք տեքստը գրեք այնպես, որ կարդացողը ճիշտ ընկալի եւ հեշտ ընկալի, ուրեմն դուք իդեալական կետադրել եք այդ տեքստը։ Ոչ մի օրենք ձեզ պետք չի։ Ամենակարևոր կետադրական նշանը վերջակետն է։ Միտքը ավարտվեց, դնում ենք վերջակետ։ Ինչու՞։ Որպեսզի ընթերցողը հասկանա, որ միտքը ավարտվել է։ Ստորակետ։ Հայերենում ստորակետ դրվում է գերադաս եւ ստորադաս նախադասությունների միջև, երբ տարբեր ստորադաս նախադասությունները կապող ստորադասական շաղկապները կամ շաղկապական բառերը գործածվում են իրար մոտ, ստորակետով տրվումը կատարվում է ըստ էս ինչա, էս պետք չի սա։ Ստորակետը դրվում է այն ժամանակ, երբ միտքը դեռ ավարտված չի, բայց կա որոշակի դադար։ Օրինակ ասում եք. ես սիրում եմ տանձ, խնձոր, մանդարին։ Ես սիրում եմ տանձ, ստորակետ, խնձոր, ստորակետ, մանդարին։ Որովհետև միտքը չի ավարտվել, բայց կա դադար։ Դուք թվարկում եք ինչ-որ բաներ։ Մեկ այլ օրինակ. ես մտածեցի, որ կգնամ ֆուտբոլի խաղի, բայց հետո միտքս փոխեցի։ Նորից կա դադար, բայցից առաջ որպես կանոն դրվում է ստորակետ։ Բութը դրվում է բացահայտյալի եւ բացահայտիչի միջև տրվող առաջադաս դերբայական դարձվածքից հետո եւ նախադասությունից առաջ թվարկվող հետադաս բազմակի անորոշ առումով ենթականերից առաջ։ Ես արդեն չգիտեմ էս ինչա, էս պետք չի ձեզ։ Բութը դրվում է, երբ ինչ-որ մի բան եք բացատրում։ Օրինակ, այն տղան, Արմենը, որ քիչ առաջ խոսում էր, այն տղան, ով բացատրում եք, էլի Արմենը։ Ես սիրում եմ ուտել խնձոր, իսկ դու տանձ։ Բացատրեց, էլի բացատրական նշանակություն ունի։ Իսկ դու ինչ ես սիրում ուտել, իսկ դու տանձ, բութ։ Եթե դուք բութի փոխարեն դնեք ստորակետ, մարդը կարող է հասկանալ, որ դու տանձի հետ ես խոսում։ Հետևաբար, եթե դու ուզում ես ասել, որ դիմացինը սիրում է տանձ, իսկ դու սիրում ես խնձոր, սիրում ես բառը երկու անգամ չես ասում, բութ ես դնում։ Վերջ։ Աշխարհում ոչ մի կատաստրոֆա տեղի չի ունենա, եթե դուք երբեմն ստորակետը եւ բութը տեղերով փոխեք։ Բայց եթե դուք դպրոց չգնաք, հիմար քերականական ուղղագրական կետադրական կանոնները չսովորեք եւ ուղղակի մի քանի հատ գիրք կարդաք եւ մի քիչ ձեր ուղեղը աշխատացնեք, դուք իդեալական կկետադրեք։ Շեշտ։ Հայերենում շեշտը դրվում է կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա, հրամայական եղանակի բայերի վրա, արգելական հրամայականի դեպքում միի վրա։ Կոչական եւ պետք չի դες սա։ Սա դες պետք չի։ Շեշտը դնում եք, երբ շեշտում եք։ Դնում եք այն բառի վրա, որը շեշտում եք, դնում եք այն տառի վրա, որը շեշտում եք։ Օրինակ, ես համ ուտում եմ, համ խոսում եմ։ Համի վրա, ա տառի վրա դնում եք շեշտ, որովհետև շեշտվում է։ Այդ տղա բացականչության մեջ որ տառի վրա եք դնում շեշտը։ Կախված է այն բանից, թե դուք ինչ եք ուզում ասել։ Օրինակ, եթե ասում ես այ տղա, դնում ես առաջին այի վրա։ Եթե դու ուզում ես ասել այ տղա, դնում ես յ-ի վրա։ Եթե ուզում ես ասել այ տղա, դնում ես տ-ի վրա եւ այդպես շարունակ։ Հարցական։ Հայերենում հարցական նշանը դրվում է հարցական իմաստ արտահայտող դերանունների եւ վերաբերականների վերջին ձայնավորի վրա։ Պետք չի սա ձեզ։ Հարցական նշանը դրվում է այն տառի վրա, որի վրա կա հարցական։ Որ տառի վրա, որ ձայնավորի վրա կա հարցական ինտոնացիա, այդ ձայնավորի վրա էլ դնում եք։ Եվ վերջ։ Ձեզ ոչ մի կետադրական կանոն պետք չի իմանալ։ Եթե դուք ուզում եք ճիշտ կետադրել, հետևեք այս վիդեոյի մեջ մի քանի այս փոքրիկ խորհուրդներին։ Եվ վերջ, ձեզ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Մնացած այս ինչ որ ձեր դպրոցներում ուզում են ձեր գլուխը մտցնել, դա լեզվաբանների, լեզուն ուսումնասիրողների համար է, որը որ առանձին գիտություն է։ Այդ գիտությունը շատ կարևոր գիտություն է, կոչվում է լեզվաբանություն։ Դուք չեք ուսումնասիրում լեզվաբանություն։ Դուք ընդհանրապես ուզում եք լինել գրագետ մարդ։ Գրագետ մարդ լինելու համար իմ նշած փոքրիկ խորհուրդները բավական են։